Թանգարաններ այցելելու համար արդեն հնարավոր է տոմս գնել մուտք գործելով museums.armenia.am կայք կամ ներբեռնելով համապատասխան բջջային հավելվածը։ Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը ներդրել է Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը։ Այն ամբողջությամբ վերափոխել է թանգարանի տոմս ձեռք բերելու գործընթացը։ Համակարգին միացված է նախարարության ենթակայության ներքո գործող 29 թանգարան։ Ներկա պահին գործարկվում է ծրագրի երկրորդ փուլը։ Կմիանան նաև մյուս մասնաճյուղ թանգարանները։ Այցելուները ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա հնարավորություն ունեն այցելել եռալեզու կայքը, այնտեղ ծանոթանալ, համապարփակ տեղեկատվություն ստանալ թանգարանների մասին, թանգարաններում գործող ցուցադրությունների, կազմակերպվող միջոցառումների, էքսկուրսիաների, կրթական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև առցանց գնել տոմս, ամրագրել էքսկուրսիաներ իրենց ցանկացած ժամանակահատվածի համար։ Երկու և ավելի թանգարանների միասնական տոմս գնելու դեպքում քաղաքացին կօգտվի 10% զեղչից։ Տոմսը ուժի մեջ կլինի 365 օր և վերադարձման ենթակա չէ։ Կայքի առանձնացված հատվածում տեղեկատվություն կա նաև տոմսերի զեղչային քաղաքականության մասին։ Ամենօրյա ռեժիմով նախարարությունը կարող է հետևել իր ենթակայության թանգարաններում ընթացող գործընթացներին, մուտքերին, հոսքերին, ֆինանսական մուտքերին, տոմսերին և այցելություններին։ Քանի այցելու կա, որ ցուցադրությունն է ավելի շատ ընդունված հասարակության այցելուների կողմից եւ այլն։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը հիշեցնում է, համակարգի գործարկման մեկնարկը տրվել էր դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 21-ին Մայրաստվածություն Անահիտից Մայրամ ցուցադրության ժամանակ։ Համակարգի ստեղծման նպատակով Հայաստանի կառավարությունը հատկացրել է 78 միլիոն դրամ։ Շատ կարևոր էր այս նոր տեխնոլոգիայի ներդրումը այցելության սպասարկման, ոլորտ թանգարանային այցելությունների սպասարկման ոլորտում, որը հնարավորություն է տալիս շատ դեպքերում խուսափել թանգարանի մուտքի մոտ հերթերից եւ խնդիր կա նաեւ սրանով ավելի թափանցիկ եւ հաշվետվու դարձնել այցելությունները, նաեւ շատ հեշտ ստանալ այցելությունների հետ կապված տվյալները։ Պատմության թանգարանի տնօրենը վստահ է, ժամանակի ընթացքում քաղաքացիները կսովորեն օգտվել նոր տեխնոլոգիաներից ու կնախընտրեն թանգարան այցելել կայքի կամ հավելվածի միջոցով նախապես գնված տոմսով։ Մերի Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր